Օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը հանդես էր եկել առաջարկ Հայաստանին ծրագրի առաջարկով, որը որակապես նոր իրավիճակ է մեր քաղաքական կյանքում, որովհետև առաջարկում է քաղաքական եւ հանրային կոնսոլիդացիա, ոչ թե մանդատների կամ պաշտոնների բաժանման շուրջ, այլ ծրագրային հենքով եւ մերիտոկրատիկ սկզբունքով, այսինքն նախ հստակեցվում է ծրագիրը, հետո այն արժանավորների թիմը, որը պետք է այդ ծրագիրը իրականացնի։ Ես առաջարկը վաղուց սպասված առաջարկ էր եւ ես ու դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը միացել ենք այս նախաձեռնությանը եւ հավանաբար, այսինքն ոչ թե հավանաբար, այլ հաստատապես նաեւ նախընտրական տրամաբանության մեջ այս կոնսոլիդացիայով թիմով կմասնակցենք համապետական ընտրություններին, սա առաջացրել է իշխանության հետ ասոցացվող կայքերից մեկի ջղաձգությունը, անպարկեշտ արտահայտություններ էին թույլ տվել իմ եւ կուսակցության հասցեին, այդ ջղաձգությունները եւս մեկ անգամ հուշում են, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ մեր որոշումը հաստատուն է եւ մենք անշեղորեն գնալու ենք մեր որոշման հետեւից, սա մեկ, երկրորդը դա ցույց է տալիս, որ առաջարկ Հայաստանի նախաձեռնությունը իսկապես հասարակական եւ քաղաքական մեծ կոնսոլիդացիա ապահովելու ներուժ ու հնարավորություն ունի եւ երրորդը ես ուզում եմ իշխանության բոլոր գրչակներին զգուշացնել, որևէ անպարկեշտ խոսք, որևէ զազրախոսություն, որևէ զրպարտություն արժանանալու է իմ եւ մեր քաղաքական թիմի շատ կոշտ արձագանքին։ Եթե նման ջղաձգումներ կա, օրինակ հենց նույն այս նախաձեռնության հետ կապված, ձեր հայտարարության հետ կապված, մենք տեսանք, որ իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ խորհրդարանական լսումներից հետո, օրինակ հենց իշխանական ներկայացուցիչները բավական ջղագրգիռ էին հաջորդիվ նիստերի ժամանակ, արդյոք սա վկայում է նրա մասին, որ այն հայտարարությունները, որ նրանք բավականաչափ վստահ են, որ միանշանակ իրենք ավելի շատ ձայն են վերցնելու ընտրություններին, քան 21 թվականին իրականության հետ աղերս չունի։ Գիտեք, որ ասեմ իշխանությունը շատ մեծ խոչապի մեջ է, դա իրականությանը չի համապատասխանի։ Բայց որ ասեմ իշխանությունը շատ հանգիստ է եւ գնում է այն ուռա վերարտադրությանը, որի մասին օրինակ Ալեն Սիմոնյանն է խոսում, դա էլ այդպես չի։ Իրենք իշխանություն են, որ բավականին ցածր վարկանիշ ունեն եւ իրենք իշխանություն են, որ բազմաթիվ ռիսկերի հետ են բախվում եւ ավելին ասեմ, օրինական ընտրությունների պարագայում այդ իշխանությունը չի էլ կարող վերարտադրվել։ Առնվազն միայնակ չի կարող վերարտադրվել, դա եմ հուշում բոլոր սոցիոլոգիական հարցումները։ Այո, նրանք առաջինն են վարկանիշով, բայց նրանք էապես զիջում են Միացյալ Ընդդիմության ձայներին, այսինքն ընդդիմադիր համախումբ ձայներին։ Հետևաբար նրանց ջղաձգության պատճառները ինչ շատ հայտնի է։ Այսինքն նրանք վախենում են ներքաղաքական այնպիսի ստատուս քվոյի ստեղծումից, որը իրենց վարդագույն երազանքների դերև կանի։